Կաներում երեսնականների սկզբին ծագեց անշուշտ հետաքրքրություն։ Բոլորը խոսում են լեննականի տեքստիլ գործարանի պատանի բանվոր Հովհաննես Կարապետյանի մասին, որը գրում էր լրատվ բանաստեղծություններ և հյուսում ազդեցիկ մեներիներ։ Ծնվել է 1914 թվականի ապրիլի 26-ին, բայց իր ծննդյան թիվը համարում է 1915 թիվը, իսկ ծննդյան օրը դատանում է 24-ի և 28-ի միջև։ Հովհաննեսն արդեն էր կենսագրություն, ծանոթ էր բանքի հարվածներին, 6 տարեկանում զրկվում է հորից և ընկնում որբանոց։ Մայրը նվացք էր անում վեց ընտանիքը պահելու համար, և որ որտեղ նպատակով Հովհաննեսը թողնում է անգամ որբանոցը։ Ես ծնվել եմ Ձորերում, եղել Սևորինում, մայրս կրծքին օրել, իմ օրորցքները կորել, աչքս բացի ծով տեսա, ինչպես է որ ծով հասա, դեր փայտեցի չհեծած պաստիցի ու ծնկացած, որբ մնացի Եվանուց, ես դեր մանգուց ընկատուց, վշտի վիհից կահեր վես, ինչպես է որ հասացեց, Չի ջերմնում եղերնի թարքն իմ կոկորդն էլ բրնի, յուրերին է նա հորել, ինչպես է որ չեմ կորել, չեմ պրտորվել, վշտից մեծ, սոխակս ոստից չփոխվեց, հոգիս արցունք ու ոսկի, խդացվածքն եմ հայ ազգի, այժմ ազգին իմ անչար պարտքեն Աստված ու աշխարհ, վախենում եմ լոկ հույս տան, մեզ հավիտյան մարդ ունան։ Նա դառնում է կոստականի աշակերտ, շուկայում որ տնաների հետ ջուր է ծախում, հետո իր բարտանիցները գտնում է տեքստիլ գործարան որպես բանվոր, այստեղ էլ միանում է մի խումբ հյուրասեր տղաների և սկսում ստեղծագործել։ Սիրազին նամանը առաջինը նկատեց Բարամանավան, աջակցեց պատանով Իսահակ նա 35 թվականին իր առաջարկանով հրապարակվեց Դամոնոմու ժողովածուն։ Առաջին գիրքը ջերմությունելություն գտավ։ Գրական մարդիկ անհանգստացան երիտասարդ կառնալով։ Նրանց թվում էր Շիրվանզադեն, նրանց թվում էր բանաստեղծի հայրենացիան, Ավետիք Իսրայելյանը, երկու սաները, որոնք նշանակել էին հայ գրականության դժվարով և այժմ անհանգստանում էին երիտասարդ տաղանդով։ Բայց կար մի փոքրիկ բարդություն բանաստեղծի առաջինից քայլերից ծայրարանի մեջ, բոլորն իհարկե ընդունում էին նրա ձայնը, բայց ոչ բոլորին էր դուր տալիս սահմանի նախասիրությունը, որովհետև Շիրազը գրական ասպարեզ բերեց արգելված թեմաներ և լույս սփռեց խավարի վրա։ Նա բերեց մերժված թեմաների մի ամբողջ խումբ՝ մայր, սեր, բնություն, գարուն և ամառ, մանկություն և ջահելություն, հայրենի եզր, բերեց գույների, զգացումների և պատկերների մի ամբողջ աշխարհ։ Բացեց մի նոր պատմահան բնության և աշխարհի վրա, այդ բացումը նա գունեղ պատկերներով երգում է զարմանալի բանաստեղծության մեջ։ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, ու վարդեր այգերիս ու գարի մտածքիս տան, ու երկինքը հորիս մեջ ու արև աչքերիս, ու աղբյուրները լեզվիս տարի փիչա ես քամամ, ու քայլեցի խայլալով ու շախ տալով մարդերին, մանուշակներ ու վարդեր, ու շուշաններ ձնակերիս, ու մարդիկ ինձ տեսնելով, իրենց հոգնած աչքերին տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, ինչ թարմություն ասացին, ինչ թարմություն, ու բացին լուսամուտների մարչեր, ու ես իմ սիրտը բացել անցնում էի երգելով, ու շախ տալով մարդերին մանուշակներ ու վարդեր, ու աստիճներ հոգեթով, կարծես մի ողջ բնություն, նպատակ էր դարձել, քաղաք իջել լեռներից կանգնել զմրուխ թեքիաթով, և երկիր շախտալով կակացնել իմ ձեռների, մեր երկերի լուսաբացն ու գարունը լեռների։ Այսպես է ծնվել նորագույն երգը, որը հյուսել է գարունը կրծքտար թանցրած պատանին։ Այսպես էր էլ մարդկանց աշխարհի բնության զավակի հանդիպումը գեղեցկության ստեղծման ճանապարհին։ Նրա վաղ շրջանի երգերի մեջ նկատելի տեղ է գրավում մանկության, նոր, անցած կյանքի թեմաները։ Իմ աշխարհը չեմ տեսել, ու ոչ մի բան չեմ հիշում, ու չեմ այլ նրան երազել իմ հուշերի մշուշում, բայց երբ նայում եմ խաղաղ հորս դեմքի դալուկին, ինձ թվում է թե մի բան ճիշտ է եղել կյանքում։ Իմ աշխարհը չեմ տեսել, ու ոչ մի բան չեմ հիշում, բայց թողել են անիթ մորս աչքի մշուշում։
Թախիծով ոտն այս պատկերը բացահայտում է նոր քաղաքացու հայաստանի կյանքի նկատմամբ։ Մանկությանը նվիրված երկրով գողտրիկ երկրով կրսում է դառը պահից պատկերը։ Եվ որքան է դառը մանկությունը իր ազատներով, տնական բացահայտության։ Բայց ահա բանաստեղծը ստեղծում է դառը պահերի պատկերը, երկում աշխարհի ամենածանր դիժն է, որ Պիրենեի անկրտիչ օրերում։ Ձեռքին բռնած ուժուր ջուր կծակներ, միշտ սառը ջուր, այն թուխ ու ժիր տղամբուջուր, և որ մի բուր մտած շուկա, նրա ձայնն էր միշտ խորանջում ծարակների ջրի կանչում։ Ահ, այդ ջրի ձայնը վկա ես էլ էի այդպես կանչում, բայց իմ ձայնը չէր կարկաչում, խմում էին ու փող չկա, գդակս էին գլխիս թաշում, ծաղրի աչքով սիրտս մաշում։ Ահ, արդյոք ես ծուղն էլ չկա ու չի կանչում տղամբուջուր, էй, հաց տվեք, ջուր տամ, բաղ ջուր։ Բանաստեղծը կապված է երկրի բախտի հետ, և բոլոր կողմերից ձգտում է մոտենալ հայրենիքի կերպարին։ Այդ շիկացումից ծնվում է Շիրազի հայրենասիրական շարքը, ոչ ոք չի կարող երթս կաշառել, դեպի Մասիսն է երթս անունալ։ Այս տողերը կարող են բնաբան լինել Շիրազի հայրենասիրական քնարերգությանը։ Հայրենասիրության ջախը նավար պարեց այն տարիներին, երբ այդ տրամադրությունների համար ստեղծվել էին անբարենպաստ պայմաններ։ Շիրազի հայրենասիրական քննարկություն ունի այն բոլոր պահպանական անցյալ, հանրապետի վերածնունդ, սփյուռքահայության ճակատագիր, հայոց լեզվի պահպանում որպես ազգի գոյության նախադրյալ, իսկ որն այդ հայրենիքը։ Որն է բաղով մեր հայրենի, են որ ունի բանտր երկին, են որ ունի կարմիր արեն դյուրկապուտակ կրխի դերև, են որ ունի լեր նրակյար, հարկեր նաշուր, դերեր սալ, ձյունը կրխին թլում, հագը կատետ մեր պայում, են որ տեսով իր տևանի, մազերնատակ ու կեղանի, նստակ հարկին կնմանում, են որ ունի աշխարի հակ, Հակավոր մատիվ դերմատ մատիվ, սիրտը նրվոր, դրուկը վեր, հրարկի դուր։ Են որ ունի մատիվնի վար, հին պերտեր, վանքեր մտար, որ ավերակ այդտեղ տարել, լուր կաղոթեն գերդինքի վեր։ Են որ ունի արած, դեղմուր, և ապերը մամրոտ ու ուր, երեքմաններն են պապերում, են որ հատվեք ու արագած, ատերում է ծակվել կանգնած, Ձեր կզանեն գինով հատին, կծնեն մեր մատիթին, հեհեի բագո, բաղթեր մնար, բանդուկ մնար, ամբերուտար։ Ուրես նման հայնվեն, հինդու բաղով գիրգ արկա, շիմից երավ, ինձ կրվեն, Եկեկացին տարն ու անույն, հայրս այդ դեշմրտին, հարակատին, դեպտած կրխոչ ասած կապեի որդին,
այդ երբ նայեց Արարատին, ինձ հետ նայեց հայրս ձեր, դեր ուտովեց դուրն գործին, երբ կիսադեկունում էր, վստից նորից մերավ հայրս, ասած գործից, թե գուզես հողատ ետեր լինևը, դունս կիսատ չտոմեն, հայրի մասին հալահարած, հայրը վստից չի զազմի, ետվում են սիրպի տարած, Արարատն էր ասածի, երբ էլ լինի, ինչ էլ լինի, թոտեշամին իմանա, ոչ հայ հողով, ոչ հայ լեզով, դունս կիսատ չի մնա, ոչ հայ հողով, ոչ հայ լեզով, դունս կիսատ չի մնա։ Ուր շիշատակներից, մայրական օրոցից, մանուկ ոգին կախարվել էր եզերքի գույներով, ծաղկել էին առաջին երազները, պայծառացել վրանականները, դարձել ոգու անվայրան մաս։ Մեր ժողովրդի պատմության կատարական բառը բեկում է 1915 թվականի ձեռնամիտ եղած նավարարում է Վարդի անկերին է Շիրազի հայոց որ նամբերմանուր առավի կդարդում է վերապատմողի նամբերական նա նկարագրում է հայ ժողովրդի անասերի ողբերգությունը կամ ակսոր ահա ճանապարհը Ով աստվածային դժողքի դարձել, թե թափարում ես դուներ դժողքում, թե հիանում ես դուներ մահում, կամ թե հարվանան իվեր մերքիտ ես նողքում, կամ թե լուսադեր կոբատիչի են դեպի դրախտ եք ես առաջնորդում, և կամ նրան էլ արդեն ճապում ես քո անմահության կապույ դրախտում, ուր էլ որ լինես, հորս ողում ես, ուր էլ որ այժմ դու ճապ ես ատվում, իչիր մի վարկյան, բաղատում ես քեզ, իչիր քեզ կանեն այնպիսի դժող, որ դու որանաս դժող երկիր և աստու ճապտին անեց կխարանես, ու մահից խնդրես բալաս ամբոջին։ Բնության մասին գրել և գրում է շատերը։ Դառնում է եղել է միջնադարյան և նոր շրջանի բանաստեղծության ասույթներից մեկը։ Իրանը դեպքում է իր հոգում և երազին համապատասխան գույները։ Նա հոգու աչքով նայում է գարուններից, բնության հավերք նորոգման և բազմաթիվ խաղերից։ Ինչ իջնատիվ գույներ ունի իրացի գարունը, ինչ գույները արտանցվում ակտում մեջ գեղեցիկության մասին։ Դա սոցիալական նկարագրություն չէ, այլ անձնավորված բնության խաղ հոգու դիրքացում։ Ելնեմ, տասում է շնդավիքների, ջիմից ինձ նայող ատեր համբուրեն, գնամ ետևից իջերնակների, նրանք ես ես կամ սալունը տերեն, բարձրանամ տապուտ դա հլերների, արև մի ծերքած իմ ծրդին արնեմ, հասնեմ տիրանին աշկալույցների, դարնամ թագավոր իմ թագատերեն, և հրովարկած աշտագեն միսից, որ ապտիններ հավեր կարգատեն, որ կաղկեն դերներն իմ հայվանին, որ կողտ աշտեր հավեր կանատեն, որ գարունները կան կգնան, որ հավեր ժաման զրուկ տրախտով, որ ծեպտի իմ դեմ խորուկ կմապան, որ մարդը կնդա հավերի բաղթով, և ես երջալից կլինեմ այնջամ, և կուտ եմ այնջամ, և խարդ իրեմ, և անհա լինեմ, և հավեր ժամամ, և գարունները հող կատավորեմ,
Շիրազի պոեզիան յուրօրինակ հիմն է մարդու դեմ աշխարհին։ Անգամ հավերժական թեմաների մեջ դժվար չէ տեսնել բանաստեղծի ինքնուրույն աշխարհը, նոր հայացք ու նոր ոգի։ Շիրազի տարիքը բնությանը նվիրված երկերում դառնում է առանձնական սերը, ինքնանվիրաբերումը, եւ այս իմաստով նա շարունակում է մարդասիրության ավանդները, ստեղծելով աշխարհի համար մեղմի կայվող քնարական մի երես։ Գրական շրջաներում Գարունն արևով գտնածամենքի, ամենուր վարվեց կտրուկ տկարյան։ Իմ դուրն էր բացեց Գարունը կրկին, բայց սիրտս այսպես ողջունեց նրա։ Գարուն, արև տար աշխարհների, մի մանուշակ թող մնա միայն։ Մերի Աստվածը իմ այդ հող, երբ մայրը կա այլիչ Աստված, որ կեպարը Շիրազը դարձել է բնականոն փիլից դուրս այդքով կյանքի դեմ ուղղված մի աստվածություն։ Նրա մայրը ասեղնագործությամբ, լվացարարությամբ և ջրգիրությամբ վաստակածը տրամադրել է իր զավակին և որպես զավիկ խնդուր մայրական վարած զգացմունքներով ոսվածքի ամեն կերպ աշխատել է իր տակ գուրգուրանքներով ու դիվանքներով սեթևացնել հայրազուրկ որդու կյանքի բեռը, իսկ մեծատաղան բանաստեղծը, որ հանդեպ ունեցած իր երաժշտակությունը մեծ սերը վերածել է սրտանից բանաստեղծությունների։ Մերոդյակը բարմահով կողք ձերքեր, լույս ձերքեր, մեր տան վաղթը ճաղացար, դու ճաղացից ջուր ձերքեր, մեր պրճիքս դուքում կուման, կուր ձերքեր, ես նորած եմ անացել, ավուր հացիվ բույր ձերքեր, հայոք միսի թողքես մին ծխացով, այնոտ էր հավակ գիշերներն անդուր, իմ բաղթի համար աղոթում նշտուր, այդ մայրս դրանն է, թրված մի տաճար, ում բոմերի տեր դեռաչկերն ունան, ու դարած մի դուր աղոթում է որ ոչ չմնա տակից, ոչ մի դուր։ Շիրազը որը համարում է լույսի շոր, որ գաղափար է այս արևի մասին։ Ադամանդի մի բուրեղի, որ ճանաչել է դարձում ադամանդ քանպես, միևնույն է, ինչքան է փոքրիկ լինի նա, նրա գիրկը ջեզ է, բրունսկի շապսիրտը, որի շարակայտող լույսի մի շոր, ինք բող ճարետը։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս այսքան երկրին այս արևի դեմ ջրան, բայց արևի լույսի տակ երբ ցավեր եմ ինձ բերում, մեղտիս մռայլ նահատակ, անխեղճ ջրակ մեծերում, մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս մի հուտ սրտիս մայր, ինչեր ու ձեր հարոջան։ Մոքցին շատ պատճառներ ունի որ մասին այսպես խոցելու, որովհետև կյանքում ոչ ոք չունի մայրական սրտի ներողամտությունը, քանզի նրա սրտը սրտում մայրական։ Շիրազի պոեզիայի կերտանը տեսանելի է, անեկդոտ, իսկ նրա նկատմամբ տածած սերը մորը որդնելուց հետո վեր է ածվում անհուն ողբերգության։ Մորը ետմահու ծոված ծովերում գույները թանձրանում են, մորս մահով նոր իմացա մահինից է, բայց ստիպված համակերպում է մահվան փաստի հետ։ Ձյուրն է չնկուտակվում, մորս վրաններից, ասաց պետուր է կապում հրեշտակի թևերից, գերեզմանի է սերվում, մեկ ու դիզվում է թացարից, մորս վրա մարմարում, շիմակարետում, այնպես մեղմիկ է դնում աստված պատիրը պատիրին, որ չցավի ողջ կյանքը, մորս ցաված սիրտ է, պատիրվում է մեղմադյուն, մարմարվում է մեղմաբար, աստված ինքն է ստեղծում, մորս վրա շիմակար։ Պատկերը գևեցին անմորը, Շիրազի մայրեգություն իրոք վերաբերում է իր մորը, բայց հիանալիորեն իր մեջ ընդգրկում է բոլոր մայրերի համավար գծերը։ Նրանց մեջ ևս մի պատկան է, մարդկայինն ու մաքուրը։ Դրա համար էլ կենդանի մորը պետք է վազներ որպես սրբություն, իսկ կյանքից հեռացած մոր գերեզմանի առաջ, ինչպես բանաստեղծն է ասում, անցոր, հոնարի գլուխը խոսել, այստեղ հանգչում է, իդոնք եզր։ Նա դուրշմայ տաղանդով և հարուստ վաստակով Շիրազնկար ժամանակում դարձավ հայ ժողովրդի հոգևոր կիսագիրներից մեկը։ Նա և ժողովրդի և թուրքչակիցների կողմից վերածվեց մի արտասովոր երևույթի, Համոն Սարյանն ասել է, նա ինձ համար առասպել էր բոլորի համար, Հայաստանի բոլոր բնակավայրերում, Սփյուռքի բոլոր ընտանիքներում։ Ես դեռ չեմ կարողացել բացահայտել այս առասպելի գաղտնիքը, երևի այդքան պարզ ու սովորական մարդու մեջ դրված մի արտակարգ հանճար էր, իսկ Իսահակյանն այսպես բնութագրել. բնություն
շատ շռայլ է եղել նրա նկատմամբ։ Հեղեղ էր, ահավոր հեղեղ, իր հետ բերել է ծիր, ծաղկում, տիղ, կոճիճով լի ոսկի։ Այսպիսին էր Հովհաննես Շիրազը։